պարզ դարձավ, որ Հայաստանը այդուհանդերձ խնդիր ունի արտահանման հետ կապված, հիմա խնդրում եք, հա, դուք որ սահմանափակումները վերացնեն, ինչպես ստացվեց եվրոպական երկրների շուկաները չեն դավարանում այդ։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի, կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժը։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետեւ մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման գործի կամ աշխատի։ Հիմա տեսեք։ Սրա արդյունքում մենք կարծում ենք, որ այս համակարգը պիտի աշխատի, որովհետեւ այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող, հնարավոր չի, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։ Կներեք, որ դա չի կարող հետևաբար, այստեղ այս հարցը, երբ որ մենք դնում ենք ու ուզում ենք քննարկենք կամ քննարկենք, դա առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն, որտեղ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը դա մենակ Հայաստանի խնդիրը չի իմ կարծիքով, դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է եւ հետեւաբար մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության եւ մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենանք չեզոք կամ կրավորական կեցվածք։ Շնորհակալություն։